25 տարեկան, քառորդ դար։ Սա հնչում է ինչպես բանտարկության ժամկետ, բայց իրականում դա պարզապես կյանք էր, իմ կյանքը։ Ես կանգնած էի Ջոն Քենեդի օդանավակայանի գրանցման սեղանի մոտ, ամերիկյան անձնագիրը սեղմած ձեռքիս մեջ, եւ զգում էի, որ մատներս դողում են։ Վրաս հարմարավետ ջինս էր, սպիտակ շապիկ եւ բեժ թրենչ, մեծ քաղաքի բնակչուհի տիպիկ համազգեստ։ Ականջակալներում հնչում էր ջազ, իսկ սրտում փոթորիկ։ Ես Անին եմ, 37 տարեկան, եւ 12 տարեկանից տուն չեմ եղել։ Գիտեք, ես սիրում եմ Ամերիկան, սիրում եմ ամբողջ սրտով, անկեղծորեն եւ նվիրված։ Այս երկիրը մեզ ընդունեց, երբ մենք ոչ ոք էինք, երբ ծնողներս շփոթված, 2 ճամփրուկով եւ գրպանում $300 ոտք դրեցին օտար հողի վրա, Ամերիկան մեզնից չհրաժարվեց։ Ես հիանում եմ ամերիկացիներով իրենց շպիտների համար։ Ինչ որ մեկը ասում է դրանք ձևական են, բայց դա ճիշտ չէ։ Ես մեծացել եմ Բոստոնի արվարձանում եւ հիշում եմ, թե ինչպես մեր հարևանուհի Տիկին Միլերը ամեն 5 շաբթի մեզ մոտ բերում էր տաք կարկանդակ, պարզապես այն պատճառով, որ մենք նոր հարևաններ էինք։ Հիշում եմ, թե ինչպես դպրոցի ուսուցիչ միստր Ջոնսոնը դասերից հետո մնում էր ինձ հետ, անվճար անգլերենս բարձրացնելու համար, համբերատար բացատրելով Z-ի եւ A-ի տարբերությունը, մինչեւ ես սկսեցի հասկանալ։ Ամերիկան ինձ սովորեցրեց ուժեղ ու անկախ լինել։ Այստեղ օրենքը աշխատում է ժամացույցի պես, այստեղ դու զգում ես պաշտպանված, այստեղ ես ստացա փայլուն կրթություն, դարձա ճարտարապետ, գնացի իմ տունը։ Ես դարձա այս մեծ աղմկոտ բազմագույն աշխարհի մասը, գրեթե դարձա ամերիկուհի, բայց 6 ամիս առաջ մահացավ իմ հայրը։ Նա հեռացավ խաղաղ մեր Կալիֆոռնիայի լուսավոր հիվանդասենյակում։ Նա մինչև վերջին օրն ինձ ձեռքից բռնած պահում էր իր մեծ աշխատանքով կոշտացած ափով, որը կյանքի ընթացքում հոտում էր փայտով ու ծխախոտով։ Հայրիկը մինչև վերջ շնորհակալ էր շտատներին, որ իր երեխաները հագեցած են ու անվտանգ, բայց ամենավերջում, երբ գիտակցությունն արդեն խառնվում էր, նա հանկարծ խոսեց հայերենով, ոչ այն ամենօրյա լեզվով, որով տանը խոսում էինք, հաց տուր, դպրոցում ինչպես ես, այլ խոր, երգեցող, հնագույն լեզվով։ Նա ինձ կանչեց եւ ձեռքիս մեջ դրեց փոքր ծանր առարկա։ Դա հին ժանգոտ բանալի էր, սովորական երկաթե բանալի, որոնք հիմա այլևս չեն արվում։ Անի ջան, շշնջաց նա, եւ արցունք գլորվեց նրա մոխրագույն մորուքի մեջ։ Գնա, գտիր դուղը, ես չհասցրի, դու կհասցնես։ Նա չասաց հասցեն, միայն գյուղի անունը, Դիլիջանի մոտակայքում, լեռներում կորած գյուղը, եւ փողոցի անունը, որը գուցե այլևս չկա քարտեզներում։ Եվ ահա ես թրջում եմ։ Ինքնաթիռը դիպավ գետնին Զվարթնոց օդանավակայանում։ Երբ անիվները հարվածեցին բետոնին, սրահը պայթեց ծափահարություններով։ Ես ցնցվեցի։ Ամերիկայում այդպես չեն անում, այնտեղ վայրեջքը պարզապես սպասարկման ավարտ է, իսկ այստեղ ամեն ժամանում հրաշք է, վերադարձ է, կյանքի տոն։ Շուրջս նայեցի, կողքից նստած էր տարեց կինը, սև գլխաշորով։ Նա խաչակնքեց եւ աչքերը սրբեց։ Հասանք, բալիկ ջան, ասաց նա ինձ, թեև ծանոթ չէինք։ Տուն։ Այս բառը հարվածեց ինձ սրտիս տակ։ Տուն։ Ուր է ին տունը։ Ին տունը այնտեղ է, ուր իպոթեքն է, ուր իմ սիրելի սուրճի մեքենանն է եւ կիրակի մորը պարկուն վազքը։ Իսկ այստեղ իմ մանկությունն էր, որն ընդհատվեց 90-ականների ցուրտ ու մութ ժամանակներում։ Ես դուրս եկա օդանավակայանից եւ ինձ ծածկեց հոտը։ Այս հոտը ոչ մի բանի հետ չես շփոթի։ Հոտում էր փոշի, տաքացած ասֆալտ, սուրճ, հեռվից կրակի ծուղ եւ ծիրան։ Խոր գիշեր էր, բայց կյանքը եռում էր։ Տաքսիստները գոչում էին, մարդիկ գրկախառնվում էին այնպես ամուր, կարծես հավերժ էին բաժանվում, իսկ հիմա հենց նոր հանդիպել էին։ Տաքսի, քույրիկ ջան, մոտեցավ 50-ամյա տղամարդ, բեղերով եւ անչափ տխուր, բարի աչքերով։ Հայերին բնորոշ աչքեր են, նույնիսկ երբ ծիծաղում են, 1000-ամյա վիշտ կա նրանց մեջ։ Կարծես յուրաքանչյուրիս մեջ, նույնիսկ եթե երջանկությամբ ենք ծնվել, ապրում է մեր ժողովրդի բոլոր կորուստների հիշողությունը։ Այո, խնդրեմ, պատասխանեցի հայերենով։ Իմ լեզուն մի քիչ ժանգոտված էր, ակնհայտ ակցենտով։ Ես շփոթում էի վերջավորությունները, բայց նա ժպտաց։ Օ, մերն ես, ես մտածեցի դուրիստ ես։ Նստիր ջան, նստիր։ Մենք գնացինք գիշերային Երևանով։ Քաղաքը փոխվել էր, փայլում էր լույսերով, թանկարժեք ցուցափեղկերով, նոր բարձրահարկերով։ Բայց հոգին մնացել էր նույնը։ Վարորդը Աշոտը ոչ մի վայրկյան չէր լռում։ 20 րոպեում ես իմացա, որ նա 3 որդի ունի, որ մեկը բանակում է ծառայում։ Այստեղ ձայնը դողացը պարտությունից եւ վախից, որ կինը աշխարհի լավագույն դոլման է պատրաստում եւ որ քաղաքական գործիչները ամեն ինչ փչացրել են։ Բայց ժողովուրդը մեր ոսկի է։ Դու որտեղից ես թռել։ Ամերիկայից։ Լավ երկիր է, լուրջ գլխով արեց նա։ Հզոր։ Իմ եղբայրը Գլենդեյլում ասում է կարոտում է, մահանում է կարոտից, բայց երեխաները համալսարան են գնացել։ Երեխաների համար ենք ապրում, այնպես չէ։ Նա հանեց ծխախոտի տուփը,
Առաջարկեց ինձ, ես հրաժարվեցի։ Ես կարող եմ ծխել, հարցրեց նա քաղաքավարի։ Ամերիկայում տաքսիստը երբեք չէր հարցնի, դա բոլոր կանոնների խախտում է։ Իսկ այստեղ դա ոչ թե անքաղաքավարություն էր, այլ ինչ-որ ինտիմ վստահելի բան։ Մենք չէինք վարորդ ուղևոր։ Մենք երկու մարդ էինք մեկ կապսուլայում, որն արագությամբ անցնում էր գիշերով։ Ես եկել եմ հորս խնդրանքը կատարելու, հանկարծ ասացի ես։ Չէի պլանավորում բացվել, բայց Հայաստանում հոգին ինքն իրեն է բացվում։ Այն պատերը, որ տարիներ շարունակ կառուցել էի կորպորատիվ աշխարհում, այստեղ փլուզվում էին մեկ պարզ հարցից. ինչպես ես։ Հայրը սուրք է։ Աշոտը անմիջապես լրջացավ, անջատեց բարձր երաժշտությունը։ Ինչ է պետք։ Ուր գնալ։ Վաղը կտանեմ ուր ասես։ Գումար չեմ վրցնի ճանապարհի համար, եթե գործը սուրբ է։ Իմ կոկորդը սեղմվեց։ Գումար չի վերցնի։ Նա առաջին անգամ է ինձ տեսնում կյանքում։ Մեքենան հին է, փող է պետք, բայց գործը սուրբ է։ Սա է Հայաստանը։ Այստեղ մարդկայինը միշտ ավելի բարձր է նյութականից։ Ամերիկայում մենք հարգում ենք անձնական տարածքը եւ պայմանագրերը։ Այստեղ հարգում են հոգին եւ հիշատակը։ Մենք մոտեցանք կենտրոնի հյուրանոցին։ Ուզում էի վճարել եւ արատ թեյավճար տալ, բայց նա երկար հրաժարվեց ավելորդը վերցնելուց, գրեթե նեղացավ։ Համարը գրիր, խիստ ասաց նա։ Եթե մեկը վիրավորի, օգնություն պետք լինի, պարզապես ուտել ուզես, զանգիր, Աշոտը միշտ կգա։ Դու այստեղ մենակ չես, աղջիկ ջան, դու քո հողի վրա ես։ Ես բարձրացա սենյակ, դուրս եկա պատշգամբ։ Իմ առջև խավարում երևում էր Արարատի ուրվագիծը։ Տեսանելի չէր, բայց ես զգում էի նրա ծանրությունն ու մեծությունը։ Գրպանից հանեցի ժանգոտ բանալին։ Ինչ է բացում այս բանալին։ Հայրիկն ասաց, գտիր դուռը, բայց մենք ապրում էինք Երևանում, իսկ բանալին Լեռնային գյուղի տանից էր, ուր ես երբեք չեմ եղել։ Ինչու էր նա պահել այն 25 տարի։ Ինչու ավելի վաղ չտվեց։ Եվ ինչու մայրիկը, երբ հարցրի այդ բանալու մասին մեկնելուց առաջ, հանկարծ գունատվեց եւ ասաց. «Մի խառնիր անցյալը, Անի, այնտեղ միայն ցավ կա»։ Բայց ես արդեն այստեղ եմ, եւ ես զգում եմ, որ այդ դրան հետևում ոչ միայն հին սենյակ է, այլև պատասխան այն հարցին, թե ով եմ ես իրականում։ Վաղը գնում եմ լեռները։ Առավոտյան արթնացա նրանից, որ արևը անպարքեշտորեն ուղիղ աչքերիս էր խփում։ Սովորությունից ձեռքս մեկնեցի հեռախոսին, աշխատանքային փոստը ստուգելու համար։ Լոս Անջելեսում հիմա երեկո է, ամենաակտիվ ժամանակը, բայց հետո նայեցի պատուհանից եւ հեռախոսը ընկավ ձեռքիցս։ Արարատը, ուղիղ առջևումս էր, հսկայական, ձյունաճերմակ, երկնքում լողացող, կարծես ոչ թե լեռ, այլ հավերժության ձև ընդունած ամպ։ Ամերիկայում մենք ունենք ժայռոտ լեռներ, Գրանդ կանյոն, դրանք հսկայական են, ապշեցուցիչ։ Ամերիկյան բնությունը սովորեցնում է խոնարհվել տարերքի առջև, բայց Արարատը պարզապես լեռ չէ։ Նա նայում է քեզ ինչպես պապիկը, խիստ, բայց անսահման սիրով։ Ես կանգնած էի պատշգամբում պիժամայով եւ պարզապես լաց էի լինում, քանի որ նա հազարամյակներ է այստեղ կանգնած եւ սպասել է ինձ։ Ներքևում արդեն սպասում էր Աշոտը։ Ես չէի զանգել, բայց ինչ որ կերպ գիտեի, որ նա կլինի այնտեղ։ Բարի լույս ջան, գոչեց նա հենված իր հին Վոլգայի կափարիչին, որին պահպանում էր ինչպես աչքի լույս։ Քնել ես, սուրճ խմել ես։ Ոչ, նստիր, ճանապարհին կխմենք։ Լեռներում օդը այլ է, դատարկ ստամոքսով չի կարելի, գլուխդ կպտտվի երջանկությունից։ Մենք դուրս եկանք քաղաքից։ Տեսարանը արագ փոխվում էր։ Չոր արևից այրված դաշտը հանկարծ դարձավ սերպանտին, կանաչ բլուրների արանքում։ Մենք գնում էինք դեպի Սևան։ Երբ լիճը երևաց շրջադարձից հետո, շունչս կտրվեց։ Կապույտ, երկնքին միացուլվող։ Մեր Մարգարիտը, հանգիստ ասաց Աշոտը։ Մենք կանգ առանք ճանապարհի եզրին փոքրիկ տաղավարի մոտ։ Այնտեղ տատիկը, շատ ծեր, դեմքը հրաշալի խորոված խնձորի նման, լավ աշեր թխում թոնիրում։ Հոտ այնպիսին էր, որ կարելի էր խենթանալ։ Ամերիկայում սնունդը արդյունաբերություն է։ Ամեն ինչ մաքուր է, ստերիլ, սանիտարական ստուգված։ Իսկ այստեղ սնունդը ձեռքեր են։ Այս տատիկի ձեռքերը, որոնք հունցել են խմորը։ Վերցրու աղջիկ ջան, նա ինձ տվեց տաք լավաշ, որի մեջ փաթաթել էր թարմ պանիր եւ կանաչի։ Ես ձեռքս մեկնեցի դրամապանակիս։ Պահիր, խիստ ասաց նա։ Աշոտն ասաց. հերվից ես եկել, հորդը թաղել ես, թող հողը թեթև լինի նրան, կեր հանգիստության համար։ Ես կանգնած էի ճանապարհի եզրին այդ տաք փաթեթով, մեքենաները անցնում էին կողքով, սիգնալ էին տալիս, քամին խառնում էր մազերս եւ ես ուտում էի իմ կյանքի ամենահամեղ նախաճաշը։
Ամերիկայում ոչ ոք անվճար չի կերակրի քեզ, որովհետև դու վիշտ ունես։ Այնտեղ հարգում են քո սահմանները, առաջարկում են հոգեթերապևտի համար։ Դա ճիշտ է, պրոֆեսիոնալ է, բայց այստեղ քո ցավը բաժանում են կտոր-կտոր եւ քեզ հետ ուտում, որpիսի քեզ այդքան դառը չլինի։ Մենք շարունակեցինք դեպի Դիլիջան։ Լեռները ավելի բարձր էին դառնում, անտառները ավելի խիտ։ Մարախուղը կախված էր ծառերի գագաթներին։ Ահա քո գյուղը, ասաց Աշոտը շրջելով մանրախիճի ճանապարհով։ Գյուղը թվում էր լքված, բայց կենդանի։ 5 քարե տներ, ոմանք փլված տանիքներով, ոմանք խնամված, խաղողի ворթերով փաթաթված պատշգամբներով։ Փողոցում խաղում էին երեխաներ։ Տեսնելով օտար մեքենա, սառեցին եւ մեզ նայեցին հսկայական սև աչքերով։ Սայաթ Նովայի փողոց, 12-րդ տուն, կարդացի թղթից։ Նավիգատորը վաղուց կորցրել էր կապը։ Մենք գնում էինք հարցնելով։ Աշոտը կանգնեցրեց մեքենան մի խումբ ծերերի մոտ, որոնք նարդի էին խաղում պտղատու ծառի տակ մրգերի արկղի վրա։ Բարի առողջություն, հայրեր, բարձր ասաց Աշոտը դուրս գալով մեքենայից։ Ուր է Լևոնի տունը, նրա, որ 90-ականներին մեկնել է։ Ծերերը դադարեցին խփել ոսկորները։ Լռություն ընկավ։ Մեկը, հաստ մոխրագույն հոնքերով, դանդաղ բարձրացավ։ Նա հենվում էր փայտին։ Մոտեցավ մեքենային եւ բաց պատուհանից ուղիղ նայեց իմ դեմքին։ Նրա հայացքը ծակող էր։ Նա նայում էր ոչ թե իմ թանքագուստին, ոչ թե սանրվածքիս, նա նայում էր խորքը։ Դու Լևոնի դուստրն ես, հարցրեց նա խրպոտ ձայնով։ Այո, շշնջացի ես։ Ես Անին եմ։ Լևոնի աչքերն ունի, ասաց ծերունին, շրջվելով մյուսների կողմը։ Նրանք չհարցրին ոչինչ։ Բոլորը կանգնեցին։ Դա աներևակայելի հարգանքի նշան էր։ Ծերունին փայտով ցույց տվեց փողոցի վերևը։ Ահա այնտեղ, եզրին։ Տունը գրեթե փլվել է, աղջիկ ջան, ոչ ոք չի ապրել այնտեղ։ Մենք հսկում էինք, որ տղաները չմտնեն, բայց ժամանակը ոչ ոքի չի խնայում։ Մենք մոտեցանք հողամասին։ Պատը թեքվել էր, դարպասը ժանգոտվել էր, բակը խոտերով ծածկված էր մինչև գոտի։ Տունը մեծ տանից մնացել էին միայն պատերը։ Տանիքը մասամբ փլվել էր։ Սիրտս ընկավ։ Ինչ եմ փնտրում այստեղ։ Այստեղ միայն ավերակներ են։ Մի վախենա, ասաց Աշոտը, բեռնախցիկից հանելով մոնտյոր։ Բուսերը մի կողմ հրեց։ Իմ հետևից արի։ Զգուշացիր, օձեր կարող են լինել։ Մենք անցնում էինք մորեխի թփերի միջով, որոնք քերծում էին ձեռքերս, բայց ես ցավ չէի զգում, նայում էի կյանքի մնացորդներին։ Ահա այստեղ հավանաբար խոհանոցն էր, իսկ այստեղ պատշգամբը։ Անի, նայիր, կանչեց Աշոտը։ Բակի խորքում ժայռին կպած կանգնած էր փոքրիկ քարե շինություն, կամ պահեստ, կամ ամառային խոհանոց։ Այն զարմանալիորեն ամբողջական տեսք ուներ։ Ծանր փայտե դուռը անձրևից ու արևից սևացած փակ էր։ Ես հանեցի բանալին, նույն ժանգոտ բանալին, որ տվել էր հայրիկս։ Ձեռքերս այնքան էին դողում, որ չէի կարողանում դնել փոսի մեջ։ Թող օգնեմ, մեղմ առաջարկեց Աշոտը, բայց ես գլուխս թափ տվեցի։ Ոչ, ես ինքս, հայրիկը ինձ ասաց։ Բանալին մտցրի, նա դանդաղ մտավ, չրչրալով, շրջեցի։ Մեխանիզմը դիմադրում էր, կարծես չէր ուզում բացել իր գաղտնիքները օտարների առջև։ Խնդրում եմ, շշնջացի ես։ Հայրիկ, օգնիր։ Ներսում ինչ-որ բան բարձր սեղմեց, ինչպես կրակոց, հրեցի ծանր դուռը։ Նա ճռճռաց, բացելով սև դատարկություն։ Ներսից հոտ եկավ ցուրտ, չոր խոտեր եւ հին թուղթ։ Հեռախոսից լապթերը միացրի եւ ոտք դրի շեմքի վրա։ Լույսի շողը դուրս քաշեց մթությունից ոչ դատարկ սենյակ։ Սա բոլորովին այլ բան էր։ Փոքրիկ սենյակի մեջտեղում, որտեղ պատուհան չկար, կանգնած էր մեծ փայտե սնդուկ։ Իսկ պատերին ես շնչակտուր եղա եւ ձեռքս դրի բերանիս վրա։ Պատերը լցված էին լուսանկարներով, հարյուրավոր, հազարավոր լուսանկարներ։ Եվ բոլորի վրա նույն կինն էր, գեղեցիկ, երկար հյուսով եւ տխուր աչքերով։ Դա իմ մայրիկը չէր։ Մոտեցա։ Մի լուսանկարի վրա կինը գրկում էր մանկահասակ երեխային։ Ես շրջեցի նկարը։ Հետևի կողմում գունատ թանակով գրված էր. Իմ սիրելի Գայանեին եւ մեր փոքրիկ հրեշտակին 1988 1988 թվական։ Ես այդ ժամանակ 2 տարեկան էի, բայց մայրիկիս անունը Նարինե է եւ ես միշտ եղել եմ միակ երեխան։ Հանկարծ հետևիցս լսեցի շշուկ։ Կտրուկ շրջվեցի։ Դրան մեջ կանգնած էր նույն ծերունին, փայտով, ով ցույց էր տվել ճանապարհը։ Գտար նրան, հանգիստ ասաց նա։ Լևոնը վախենում էր, որ դու երբեք չես իմանա ճշմարտությունը, բայց արյունը միշտ կանչում է արյունը։ Ո՞վ է սա, ձայնս կոտրվեց ճիչի։ Ո՞վ է այդ կինը։ Ծերունին ծանր հառաչեց, ինչպես հառաչում են հին լեռները։ Սա քո իսկական մայրն է, Անի, եւ նա չի մահացել, ինչպես քեզ ասել են։ Նա այստեղ է։ Աշխարհը թեքվեց,
Ես բռնվեցի Աշոտի ուսից, որովհետև ոտքերս վատացան։ Ամերիկայում, երբ շոկային լուր ես լսում, քեզ առաջարկում են ջուր եւ աթոր։ Այստեղ, կիսաքանդ տանը, փոշու եւ սարդոստայնի մեջ ինձ պահում էին երկու տղամարդու ձեռքերը, տաքսիստի, ում ճանաչում եմ 1 օրից պակաս, եւ ծերունու, ում առաջին անգամ էի տեսնում։ Նրանք ինձ պահում էին այնպես ամուր, կարծես ես բյուրեղյա անոթ լինեի, որ պատրաստ է կոտրվել։ Ապրում է, ձայնս հնչեց այն հին դրան ճռճռոցի պես։ Բայց հայրիկն ասում էր, որ մայրիկը մահացել է, երբ ես շատ փոքր էի, թոքերի բորբոքումից 1992-ին։ Ծերունին, որի անունը Վարդան պապ էր, ծանր իջավ սնդուկի վրա։ Նա նայում էր ինձ այնպիսի խղճով եւ ջերմությամբ, որ ուզում էի դառնալ փոքրիկ եւ թաքնվել։ 1992-ին աղջիկ ջան, այստեղ սկսեց նահանգիստ։ Լույս չկար, գազ չկար, հաց չկար։ Մենք վարում էինք վարարանները գրքերով, որպեսզի երեխաներին տաքացնենք։ Քո հայրը Լևոնը եւ կինը Նարինեն պատրաստվում էին մեկնել։ Վիզա ունեին։ 1 միլիոնի շանս էր։ Իսկ Գայանեն մենակ մնաց։ Քո իսկական հայրը սահմանին զոհվեց, մեզ պաշտպանելով։ Նա հիվանդացավ։ Կաթ չուներ, ուժ չուներ։ Սովից եւ վշտից մահանում էր։ Անի, լսում էի ես, եւ արդյունքները հոսում էին առանց դադարի։ Եվ նա քեզ տվեց։ Ոչ թե տվեց, խիստ ուղեց Վարդան պապը։ Փրկեց։ Նա քեզ բերեց Լևոնին եւ Նարինեին։ Ասաց՝ տարեք նրան։ Թող ապլի այն երկրում, որտեղ լույս կա, ուտելիք կա, չեն կրակում։ Թող դառնա մարդ, իսկ ես կմնամ այստեղ իմ հողի հետ։ Նարինեն չէր կարողանում երեխա ունենալ։ Նա սիրեց քեզ որպես իր արյունը, առաջին վայրկյանից։ Նրանք պայմանավորվեցին, որ դու երբեք չես իմանա, որպեսի չփոքեն քո սիրտը կտոր։ Նրանք թռան, իսկ Գայանեն մնաց մահանալու, բայց նա ապրեց։ Հայ կանայք, պատրաստված պողպատից եւ աղոթքից։ Աղջիկ ջան, ծիծաղեց ծերունին արցունքների միջով։ Նա ապրեց։ Աստված նրան չտարավ, որովհետև գիտեր, մի օր դու կվերադառնաս։ Ես դուրս եկա փողոց։ Օդը չափազանց խիտ էր թվում, լիովին շնչեցի թթվածինը։ Գլխումս պտտվում էին մտքեր մայրիկ Նարինեի մասին, այն կնոջ, ով Լոս Անջելեսում ինձ գիրակի օրերին բլինչիկներ էր թխում, ով բուժում էր իմ կոտրված ծնկները եւ կոտրված սիրտը։ Նա գիտեր այս բոլոր տարիները, գիտեր, որ ես իր դուստրը չեմ, բայց սիրում էր ինձ այնքան ուժգին, որ ոչ մի անգամ չկասկածեցի։ Դա հերոսություն էր, մայրական սիրո լուռ հերոսություն։ Ամերիկացիները ասում են, family is what you make it, ընտանիքը այն է, ինչ դու ստեղծում ես։ Նարինեն ստեղծեց ընտանիք սիրուց, ոչ թե արյունից, բայց հիմա արյունը կանչում էր ինձ։ Որտեղ է նա, հարցրի Աշոտին։ Նա արդեն կանգնած էր մեքենայի մոտ, աչքերը սրբելով քառակուսի թաշկինակով։ Պապա ասաց ապրում է հարևան գյուղի վանքի մոտ։ Պատրաստ ես Անի ջան։ Գուցե նախ ջուր կամ կոնյակ։ Ունեմ վաֆլի։ Գնանք, ասացի ես։ Մենք լուր էինք գնում։ Աշոտը երաժշտություն չմիացրեց։ Նա հասկանում էր պահը։ Ամերիկայում հոգեբանը կասեր, ձեզ ժամանակ է պետք տրավմայի ինտեգրման համար։ Այստեղ ժամանակը անհետացել էր։ Անցյալն ու ապագան բախվեցին մեկ կետում։ Ճանապարհը ոլորում բարձրանում էր։ Մենք մոտեցանք հին աղարցին վանքին։ Նա թաքնված էր անտառում, ինչպես հին իմաստունը։ Մամուրով ծածկված քարերը շնչում էին պատմությամբ։ Դարպասների մոտ կանգնած էր փոքրիկ տունը, կապույտ դերպասով։ Բակը վարդերով էր լցված, հսկայական վարդը վայրի անտառի մեջ։ Աշոտը մնաց մեքենայի մոտ։ Սա քո ճանապարհն է, աղջիկ ջան, գնա։ Ես վրեցի դարպասը, նա չճռճռաց։ Բակը մաքուր էր, ավլված։ Պարանին չորանում էր սպիտակեղենը, պարզ բամբակյա զգեստներ։ Բակի անկյունում, քարերի վրա, մեջքով նստած էր կինը։ Նա խոտաբույսեր էր ընտրում։ Նրա հագին պարզ մոխրագույն ժակետ եւ գլխաշոր էր։ Ուսերը բարակ էին, կռացած ապրած տարիների ծանրությունից։ Ես քայլարեցի։ Ոտքիս տակ ճաքեց ճյուղը, կինը սառեց։ Շատ դանդաղ շրջեց գլուխը։ Ես տեսա նրա դեմքը։ Այն ծածկված էր կնճիռներով, ինչպես Հայաստանի քարտեզը, լեռներ, կիրճեր, ճանապարհներ, բայց աչքերը, նույն խոր, խոնավ սև աչքերը, որոնք ես տեսնում էի հայելու մեջ ամեն առավոտ 37 տարի։ Նա չհարցրեց ով ես, չզարմացավ, պարզապես ձեռքից ընկավ կանաչիի փունջը։ Նա կանգնեց, ձեռքերը դողում էին։ Անի, շշնջաց նա։ Ձայնը հանգիստ էր, ինչպես տերևների շշուկը։ Բալիկ ջան, իմ փոքրիկս։ Չեմ հիշում, թե ինչպես հաղթահարեցի այդ 5 մետրը։
Պարզապես ընկա նրա առջև ծնկի, ուղիղ հողի վրա, փոշու մեջ։ Գրկեցի նրա ոտքերը եւ բարձրաձայն լաց եղա, այնպես ինչպես երբեք չեմ լացել Ամերիկայում։ Այնտեղ բարձր լացելը անպարգեշտ է, հարևաններին վախեցնում է։ Իսկ այստեղ ես ոռնում էի, դուրս թողնելով ամբողջ ցավը, ամբողջ կարոտը, 25 տարվա բաժանումը։ Նա ձեռքերը դրեց իմ գլխին, կոպիտ, տաք, հոտով հողի եւ խոտերի։ Եկար, շշնջում էր նա, շոյելով ինձ ինչպես փոքրիկին։ Եկավ իմ աղջիկը, Աստված լսեց։ Գիտեի, ամեն օր մոմ էի վառում, ամեն օր։ Մենք այդպես նստեցինք հավերժություն։ Հետո նա ինձ բարձրացրեց, նստեցրեց նստարանին, նայում էր ինձ, շոշափում դեմքս, ձեռքերս, իմ թանկ ամերիկյան ժամացույցը, մազերս։ Ուրախ ես այն տաղանի, հարցրեց նա։ Նրանք լավ մարդիկ են, չեն վիրավորել քեզ։ Մայրիկ Նարինեն եւ հայրիկ Լևոնը սուրբ մարդիկ են, ասացի ես։ Նրանք ինձ ամեն ինչ տվեցին, Աստծո շնորհիվ։ Նա խաչակնքվեց եւ ժպտաց։ Այդ ժպիտում ոչ մի կաթիլ նախանց չկար, միայն մաքուր զոհաբերական սեր։ Նա երջանիկ էր, որ իր երեխան մեծացել է ջերմության մեջ, թեկուս օտար ձեռքերով։ Քաղցած ես, հանկարծ հիշեց նա։ Տեր Աստված, ես ինչ եմ անում։ Դու ճանապարհից ես։ Նա վազեց փոքր խոհանոցով, հանեց պանիր, լավաշ, մեղր։ Ամեն ինչ պարզ էր, աղքատ, բայց նա սեղան էր գցում կարծես թագուհի ընդուներ։ Ես նայում էի նրան եւ հասկանում էի, ահա նա, իմ հայրենիքը, ոչ թե վեհ հուշարձաններ, այս կինը, ով տվեց ամենաթանկը, որպեսզի այդ թանկը ապրի։ Հանկարծ դարպասը բացվեց, մտավ աշոտը, ձեռքերում հսկայական տոպրակներ։ Ներողություն, առանց հարցնելու, շփոթված ասաց նա, բայց մտածեցի չի կարելի դուստրը դիմավորել դատարկ սեղանով։ Ահա միս, միրգ, գինի, քաղցրավենիք։ Ինչու ծախսեցիր որդի ջան։ Ձեռքերը շփոթեց մայրս։ Մայր, մի նեղացիր։ Աշոտը դրեց տոպրակները։ Այսօր ամբողջ Հայաստանի տոնն է։ Դուստրը վերադարձավ։ Մենք նստեցինք սեղանի շուրջ մինչև ուշ գիշեր։ Մոմը վառվում էր։ Խմեցին գինի։ Հայրիկ Լևոնի հոգու հանգստության, հեռավոր Ամերիկայում մայրիկ Նարինեի առողջության, իմ մայրիկ Կայանեի համար։ Աշոտը պատմում էր զվարճալի պատմություններ։ Մայրս ինձ լավագույն կտորները դնում էր ափսեիս մեջ։ Ես նայում էի նրանց եւ մտածում էի. Ամերիկայում ունեմ կարիերա, տուն, հաշիվներ, պլաններ։ Ես հաջողակ եմ, անկախ եմ, բայց միայն այստեղ, այս փոքրիկ տանը անտառում, հասկացա, որ ես երբեք մենակ չեմ եղել։ Բարձվում է սերը կարող է ձգվել օվկիանոսի վրայով։ Բարձվում է կարող ես ունենալ երկու մայր, երկու հայր։ Առավոտյան պետք է մեկնեի։ Ինձ մոտ եղել է հակառակ տոմսը, 3 օր հետո։ Բայց երբ դուրս եկա պատշգամբ եւ տեսա արևածագը լեռների վրա, հասկացա, որ չեմ կարող պարզապես գնալ։ Մամ, ասացի ես գրկելով նրա ուսերը։ Լոս Անջելեսում ունեմ մեծ տուն, այնտեղ այգի կա, ջերմ է։ Գնանք ինձ հետ։ Մայրիկ Նարինեն ուրախ կլինի։ Մենք բոլորս միասին կլինենք։ Նա նայեց ինձ իր իմաստուն աչքերով եւ գլուխը թափ տվեց։ Ոչ, բալիկ, իմ տունն այստեղ է։ Այստեղ է թոհոր գերեզմանը։ Այստեղ են իմ լեռները, չեմ կարող թողնել նրանց։ Ծառը առանց արմատների չի կարող ապրել։ Սիրտս սեղմվեց, թողնել նրան նորից մենակ։ Բայց ահա Աշոտը, ով արդեն տաքացնում էր մեքենան, մոտեցավ մեզ։ Անի ջան, մի անհանգստացիր։ Նա ձեռքը դրեց իմ ուսին։ Դու թռիր, շինիր քո շենքերը։ Դու այնտեղ ավելի պետք ես։ Իսկ այստեղ մենք ենք։ Ես կգամ ամեն շաբաթ։ Ապրանք կբերեմ, փայտ կգտրեմ, բժշկի կտանեմ։ Սա հիմա իմ անվանական մայրն է։ Հայերի մոտ օտար մայրեր չեն լինում։ Ես նայում էի այս պարզ տաքսիստին, նրա բարի դեմքին։ Գիտեի, որ նա չի ստում։ Ամերիկայում խնամքի համար վճարում են խնամակալներին $25 ժամում։ Այստեղ արժույթը այլ է, խիղճ։ Ես թռչում էի 2 օր հետո։ Կանգնած էի Զվարթնոց օդանավակայանում, բայց արդեն այլ էի։ Այլևս պարզապես ամերիկուհի չէի հայկական ազգանունով։
Ես չէի տանում ինձ հետ հուշանվերներ, ես սրտումս տանում էի մայրիկիս հացի հոտը, Աշոտի ձեռքերի ջերմությունը եւ նույն ժանգոտ բանալին, որ բացեց ինձ ճշմարտությունը։ Ես կվերադառնամ, անպայման կվերադառնամ, որովհետեւ հիմա գիտեմ, կարևոր չէ թե որտեղ է քո մարմինը, Կալիֆոռնիայում թե Նյու Յորքում, կարևոր է թե որտեղ է քո արմատը, իսկ իմ արմատն այստեղ է, քարոտ հողում, որը կարողանում է այնքան ուժգին սիրել, որ ոչ ժամանակը, ոչ օվկիանոսները չեն կարող խանգարել դրան։ Ինքնաթիռը բարձրացավ, նայեցի լուսամուտից, Արարատը կատարյալ մաքուր էր երևում, նա ինձ աչքով արեց ձյունապատ գագաթով։ Հանդիպենք, շշնջացի ես, եւ առաջին անգամ բազմաթիվ տարիներ անց ես շփտում էի արդյունքների միջով։